Անգամ անձրևը չի խանգարում կուսակցություններին իրականացնել նախընտրական քարոզարշավ։ Ողջույն, ոտքի վրա հաղորդման հերթական թողարկմանը զրուցելու ենք Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի հետ։ Ինչ է կանում երիտասարդ ընտրողների ուշադրությունը գրավելու համար։ Մենք ոչ մի բան չենք անում ուշադրությունը գրավելու համար, բայց մենք նախատեսում ենք ամեն ինչ անել մեր երիտասարդության համար, որ ինքը հասնի իր նպատակներին։ Մենք PR-ով չենք ուզում զբաղվել, որտեվ երիտասարդությունը դա մեր պետության ապագան է։ Եթե մենք ունենք կրթված, առողջ, պաշտպանված երիտասարդություն, դա նշանակում է, որ ինքը կզարգացնի բոլոր ոլորտները, տնտեսությունը, անվտանգությունը, որտեղ ինքը դառնալու է լավ մասնագետ, լինելով առողջ ինքը շատ էֆեկտիվ աշխատելու է, եւ նաեւ ամենակարևորը պետության ապագան դեմոգրաֆիայի հարցը ընտանիք։ Ինքը պետք է ստեղծի ընտանիք։ Ինչ է նշանակում երիտասարդ։ Երիտասարդ ինքը առողջ է, ավարտել է լավ բու, լավ աշխատատեղ ունի, ձևավորել է լավագույն ընտանիք, հայկական ավանդույթներով երեխաներ ունի, որոնք մեր պետության ապագան են։ Ասացիք, ավարտել է բու։ Կրթությունը ինչպես եք պատրաստվում կազմակերպել։ Դե մեր դրույթը, կետերը մեր անվճար կրթություն, անվճար։ Իսկ մեր պետությունը ունի բավարար ռեսուրսներ բարձրագույն անվճար կրթության համար։ Այո։ Համոզված եմ ունի, այո, ես համոզված եմ ունի, եթե նույնիսկ հիմա չունի, ապա եթե մենք փոփոխություններ մտցնենք տնտեսական մոդելի մեջ, մենք այդ ռեսուրսը ունենք, որտեղ նայեք, սա ոչ թե ծախս է պետության վրա, սա ներդրում է, որը ապահովում է քո ապական, քո տնտեսությունը ավելի էֆեկտիվ է գործելու, որտեղ երիտասարդությունը դա պետության պաշտպանն է, չէ՞։ Դա տնտեսություն զարգացնող է։ Եթե մենք հիմա ներդրում չենք անում, մենք 20 տարի հետո ինչ ենք ստանալու։ Երիտասարդները հաճախ դժգոհում են նաև բարձրագույն կրթության որակից։ Ասում են, որ չի բավարարում ժամանակակից աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար, ինչ քաղաքականություն եք մշակել բուհերի կրթության որակը բարձրացնելու համար։ Դե հիմա դուք մի հատ խորքային հարց եք տալիս, այս խնդիրները կուտակվել են տարիների ընթացքում, անկախությունից ի վեր, նայեք ինչ, մենք կրթության համար մեծ բյուջե չենք նախատեսել, մենք հույսը դրել ենք, որ մասնավոր բուհերը կապահովեն, բայց մասնավոր բուհը չի կարող ապահովել, դա ակնհայտ էր ի սկզբանե, ինչու, որտեղ դու պետք է ունենաս կրթված դասախոսներ, դու պետք է իրանց պատրաստես, իրանք պետք է անցնեն կուրսեր համապատասխան, չէ՞։ Պետք է լինի նախարարություն, որը մեթոդաբանություն պետք է տա այդ նույն դասախոսներին։ Հիմա չեն տալիս։ Չէ, դե իհարկե չտալիս են, բայց մենք զգում ենք, որ ականգնում է, չէ, դա փաստ է, նույնիսկ դա բավարար չի տալիս։ Եվ այստեղ մենք ստանում ենք այն ինչ որ մենք ունենք, որ ականգնում է, դա ակնհայտ է։ Իսկ որ ականգնում է, որտեղ ֆինանսավորումը բավարար չի, համակարգը, որը պետք է պահպանի բարձր որակյալ դասախոսներ, նույն համակարգը, նույն ձևի պետությունը բավարար չի ֆինանսավորում եւ դա այդ ուղղությունն ապահովի։ Հիմա նայեք, մենք սովետական միությունից ենք դուրս եկել, չէ՞։ Այնտեղ դասախոսները ժամանակ առ ժամանակ անցնում էին վերապատրաստում։ Տարբեր տեղերում, տարբեր ուղղություններով, բայց վերապատրաստվելը կային ինստիտուտներ գիտոհետազոտական, որոնք մշակում էին մեթոդաբանություն, որոնք ուսումնասիրում էին սրճանավարտները որտեղ են աշխատում, այնտեղից ստանում էին որակը գնահատականը, թե ոնց են պատրաստել բուհերը, դա ամփոփում էին, մտցնում էին ծրագրերի մեջ փոփոխություններ, իջեցնում էին բուհեր, դասախոսներին պատրաստում էին այդ փոփոխությունով, իրանք շարունակում են կրթությունը։ Եկեք քայլելով շարունակենք, ներկայիս իշխանությունը ակադեմիական գաղափարն է տարածում, արդեն տեղն են ընտրել եւ նախագծերն են մշակում։ Դուք շարունակելու եք ակադեմիական քաղաքի գաղափարը, լինելու է ակադեմիական քաղաք ձեր իշխանության օրոք, եթե ընտրվեք։ Դա լավ գաղափար է, բայց ինչքանով ինքը հաշվառված է,
դրա տակ ինչքան ֆինանսական ռեսուրսը դրված, մարդկային ռեսուրս, դա մեծ շինարարություն կտարվի, չէ՞։ Հա, այստեղ մոտ հարցեր առաջանում, ես դեռ ոչ միտեղ չեմ գտնում այդ պատասխանները, ասենք թե կարող է գիտեք ինչ, հիմա առողջապահության ոլորտում 65+ անվճարը, չէ՞։ Բայց մենք տեսնում ենք ինչ խնդիրների առջև են կանգնած մեր ժողովուրդը նույն հիմա մոտեցավ մի կին, որ ասեց անորակ բուժ սպասարկում է, հերթերը այդ ամեն ինչը։ Ինչ եմ ուզում ասել, գաղափարը լավն է, ճիշտ գաղափարը, բայց տակը ֆինանսական եւ այլ ռեսուրսներ դրված չի, եւ սա բերում է քաոսի։ Դուք կարողանալու եք հայթայթել ֆինանսական ռեսուրսներ այդ եւ առողջական ապահովագրության եւ մյուս ծրագրերի զարգացման Չէ, մենք հիմա այո, առողջապահության եւ կրթության համար այո, փուլ առ փուլ, դա էլ պետք է ասեմ, որ հնարավոր չի մի անգամ, բայց փուլ առ փուլ մենք դա կանենք կապված նաեւ տնտեսության փոփոխությունների հետ, որովհետեւ մենք տնտեսությունը մոդելի փոփոխություն անենք, հետո դա անենք, բայց դա միանշանակ հասանելի է ու դա համար մեկ խնդիր է։ Իսկ ինչ վերաբերում ասենք թե այն ինչ որ ակադեմ Գարադոկի մասով, ես պետք է ուսումնասիրենք ինչքանով դա այս պահին հնարավոր է, ինչքանով դա էֆեկտիվ կլինի եւ եթե չենք կարող ապահովել այս պահին, ապա պետք է դա հետաձգվի։ Գաղափարը լավն է։ Դա աշխարհում է տենց ընդունված է։ Դա մոտ պետք է հաշվառ կարվի։ Սովորեց, արդեն աշխատելու հերթն է գալիս։ Աշխատատեղերի հարցը ինչպես եք պատրաստում կարգավորեք, որովհետև նշեցիք, որ պետք է պատշաճ աշխատանք ունեն, հա, բարձր վարձատրվող։ Դե փող կապակցված հարցեր են։ Մենք բուհեր ունենք, չէ՞, պետական, մասնավոր, հիմա հստակ կա հաշվարկ, ինչքան մեզ պետք է բժիշկ, ինչքան մեզ պետք է ասենք թե լրագրող, ինչքան մեզ պետք է, իսկ դա պետք է նախարարությունը հաշվառի, պետությունը Հիմա որոշ մասնագիտությունների դեպքում ամեն դեպքում հաշվարկ կա, որովհետև օրինակ առողջապահության նախարարության հաշվարկների հիման վրա, թե ինչքան բժիշկ է պետք մարզերում, գործում է նպատակային ուսուցումը։ Այդքան մասնագետի համար պետությունը սուբսիդավորում է վարձը, նույնը ֆիզիկայի, քիմիայի ոլորտներում։ Տեսնում եք ինքը մասամբ ավելցրել, բայց դա պետք է լինի ամբողջ պետության։ Ինքը վերցրել է պետական հիվանդանոցներում կամ մարզերում ինչքան պետք է։ Իսկ դա պետք է տարածվի ամբողջ բուհերի, որ բուհերը հասկանան ինչքան են պատրաստում մասնագետ։ Էկոնոմիկայի նախարարությունը, կառավարությունը պետք է հաշվարկի 5 տարի հետո ինչքան աշխատատեղ ունենալու այս ոլորտներում։ Եվ այդ մարդիկ ավարտելուց պիտի ունենան հստակ տեղ, ուր են գնում։ Եվ բնականը պետք է ապահովի այն աշխատավարձը, որը հնարավոր է այդ դրանով ապահովել իր սոցիալական պահանջները։ Պետքեները լավ են հնչում, իսկ գործնականում ոնց եք պատկերացնում իրագործումը։ Դե գիտեք ինչ, ամեն ինչ սկսվում է խոսքից։ Մեր այս ծրագրային դրույթները մշակված են, մտածված են, եւ ես ինչ որ ասում եմ, ես համոզված եմ, որ դա մենք կարողանում ենք անելու, այստեղ նույնից եմ ասում, ինչա պետք անել, վերանայել մոդելը տնտեսական, սա խորքային պրոցես է, դա միայն այս հարցը լուծելով մենք անդրադառնում ենք եւ կարողանում ենք լուծել դա։ Ես համոզված եմ, որ մենք ռեսուրս ունենք դրան հասնելու եւ ես տեսնում եմ խոչընդոտները որտեղ են։ Դրանք որտեղ են օրինակ հիմա խոչընդոտները կադրային քաղաքականության մեջ է, մեր մոդելի մեջ, որ սեփականությունը պետական շատ փոքր է, դա համար պետությունը չի կարող ունենալ լուրջ բյուջե, որը ինքը տիրապետում է, հասկանում եք։ Սա է։ Սա բարդ խնդիրներ են, բայց լուծվող են, եթե հստակ պատկերացում ունենք։ Մենք այդ պատկերացում ունենք։ Ինչ եք անելու այդ պատկերացմամբ, որ երիտասարդները չարտագաղթեն երկրից։ Դե եթե մենք այս հարցերը լուծում ենք, ինչի մասին խոսեցինք, դա առաջի կետն է, որ եթե ինքը լավ բուհեմ կարողանում է սովորել, եթե ինքը կարողանում է առողջապահության ծառայություններից օգտվի եւ ունի աշխատատեղ, ինքը չի արտագաղթի։ Եվ այստեղ դա փաստ է, ասենք թե։ Հիմա երիտասարդներին հետաքրքրող մի հարց էլ կա։ Վիզաների ազատականացման process-ը Եվրամիության հետ շարունակելու եք։ Նո, իհարկե, դա ուղղություն է, որը պահանջարկ կա այդպիսի, բայց այդ կախված է նաև Եվրամիության
մոտեցումից, ասենք թե մենք տեսնում ենք Վրաստան, գիտեք ինչ, բուն հարցը պարզ է, գնահատական է ինչը, բայց այդ հարցը դու պետք է հասկանաք, որ կապված է նաև քաղաքական որոշումներից, արտաքին քաղաքականությունից։ Ես մի փոքր մեջբերում անեի երիտասարդների հետ կապված։ Կասեմ 7-րդ կետի մասին խոսեմ, կրիպտոարժույթների մասին, ուրեմն Հայաստանը ինչի պետք է դառնա թվային Հայաստան եւ ինչ է հարկավոր Հայաստանը ինչ է հարկավոր Հայաստանին, որպեսզի Հայաստանը դառնա կարգավորված կրիպտո կենտրոն։ Ուրեմն Հայաստանը եթե ցանկանում է այս ծրագիրը մենք իրականացնենք Հայաստանում, մենք պետք է հաշվի առնենք 3 կարևոր բաղադրիչներ։ Կրիպտոարժույթները այսօր երիտասարդությունը զբաղվում է 18 տարեկան բոլոր լրացած երիտասարդները զբաղվում են կրիպտոարժույթներով, բայց դա ստվերային է, պետությունը չի վերահսկվում եւ մարդիկ գումար են կորցնում ու վստահություն չկա։ Ինչ է հարկավոր այս ամեն ինչը անելու համար։ Այդ 3 բաղադրիչներից մեկը պետք է պետությունը կարգավորի հստակ օրենքներ, պետք է կարգավորի հստակ անվտանգություն, այսինքն կիբերավտանգություն, որպեսզի եւ զարգացնի մասնագետներ, այսինքն պետական համալսարանը պետք է լինի բուհ կրիպտոարժույթների, որ երիտասարդը 18 տարեկան բանակից, այսինքն 18 տարեկան լրանում է, նա իրավունք ունի զբաղվի կրիպտոարժույթներով, նա պետք է ավարտի պետական համալսարանը կրիպտոարժույթների ֆակուլտետում, այլ ոչ թե գնա, ասենք, Մոսկվայում MGM-ում սովորի կրիպտոարժույթներ, այսինքն չլքի Հայաստանը։ Սա մեկ ուղղություն, որ երիտասարդներին սա գրավում է ու հետաքրքիր է կրիպտոարժույթները։ Նույնը բլոկչեյն համակարգը պետք է զարգացվի։ Շնորհակալություն։ Ծանոթանում ենք, թե ինչ է առաջարկում ռեֆորմիստների կուսակցությունը երիտասարդներին։ Իսկ դուք միացեք մեր YouTube-յան ալիքին մեր հաղորդման հաջորդ մասերը բաց չթողնելու համար։ Կհանդիպենք։